Համանդրական աղմուկ մեկ բաժակ ջրում։ Մի գիշերվա մեջ Հայաստանում բոլորը հանկարծ դարձան սահմանադրագետ։ Պատճառը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 148-րդ հոդվածն է եւ այն փաստը, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանը առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու։ Ինչ է իրականում կատարվում։ Իրավական փակուղի չկա։ Շատերը չգիտեն կամ չեն ուզում իմանալ, որ կառավարության անդամին կամ падգամավորին ներկայացվող պահանջները կարող են փոփոխվել ազգային ժողովով։ Դրա համար բնավ հանրակրվե անհրաժեշտ չէ։ Սա ոչ թե անլուծելի իրավական խնդիր է, այլ ընդհանրապես քաղաքական որոշման հարց։ Կզարմանաք, բայց Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ ԺՄԻԿ-ը, անգամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հստակ արձանագրել է, որ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ մշտական բնակության ցենզերը հակասում են ժողովրդավարության կանոններին։ Խնդրել է վերանայել Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթները։ Ցիտեմ բառացի։ Միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ մշտական բնակության խիստ սահմանափակումները չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին։ Սա նոր օրինված դավադրություն չէ։ Սա ընդհանրապես հարց է, որի վերաբերյալ աղաղակում են միջազգային կազմակերպությունները վաղուց։ Իսկ հիմա ամենազավեշտալին հիշողության կորուստ թե քաղաքական նպատակահարմարություն։ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել եւ անգամ հանձնաժողովի նիստերում արձանագրել է, որ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի հայտնած մտահոգությունները հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից եւ համապատասխան օրենքներից պետք է վերացվեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու ցենզերը։ Այն ժամանակ նրա թիմը սա կոչվում էր սահմանադրական բարեփոխում, իսկ հիմա չգիտես ինչի ազգային աղետ։ Ինչ է փոխվել։ Իրավունքը։ Ոչ։ Փոխվել է ընդհանրապես տեխնացուի անունը։ Եթե չկա իրավական փակուղի, եթե միջազգային կազմակերպությունները վաղուց են աղաղակում այն մասին, որ այս ցենզերը չեն համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին, ապա ինչն է խնդիրը, որ այսօր սահմանադրական այս աղմուկի մեջ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Փաշինյանական թիմը անընդհատ թմբկահարում է, որ սահմանադրությունը արգելում է այս կամ այն տեխնացուին դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Գուցե ժամանակն է խոստովանել, որ Հայաստանի Հանրապետությունում հարցեր կան, որոնք որոշում է բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Գուցե ժամանակն է խոստովանելու, որ ժողովրդի թիկունքում թաքնվելուց բացի պետք է երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշում, ով կարող է ընդգրկվել ընտրական ցուցակում եւ ով ոչ։